Մենք հասանք սահմանի մի 50 մետր հեռու զուգահեռ անցնող ճանապարհին մեր օպերատորներից մեկին կորցրել ենք։ Հիմա սպասում ենք տղեկը գտնեն, բերեն միանան մեզ ու շարունակենք։ Evet. Maşinle bıçaklı. Բայց ի՞նչն է։ BMW վարակված BMW-ն է։ Ապա BMW-ը պրոստը ակում։ Ապա ինչ է լավ, իրան դեբիլացել է, էլի։ Ապա մի հատ ջուր կլսես վրը։ Դրանցրա Դա կողը մասա անջատես միացնես դա։ Չէ, կապ չունի։ Ապա մոմենտ կար դնած եկա գիտես, է։ Մասա էլ մի հատ անջատի, էլի։ Ջոնելը սկորոստի դիր։ 11 է։ Չէ, եկա բայց մոմենտ չեկար էլ եկավ, էլի այդպես դիքա։ Ամեն ինչ կար բազարը։ Ինչ ա եղել։ Դինամոն պակինոտ չէ։ Անդես ի՞նչն է։ Գեներատորը։ Ինն էլ ախպեր GPS-ը բախ ջուրը անեցինք դինամոն, դրսից եկան հասանք փոխենք։ Արեն դու ճիշտ էիր նախնական տվյալներով։ Ինչ է։ Ասում եմ, բանա, BMW-ի մատորն, ասում եմ նախ դինամոն է։ Իր 4-րդ բերթի բենդեքսը չի աշխատում։ Եկա բայց մոմենտ չեկար էլ եկավ, էլի այդպես դիքա։ Ամեն ջուրը ցենք ար բազարը։ Կար բազարը։ Դարգել եք բայց Հետևը ացուկների մոտ։
Ոստանդով աչա տար, աչի, պարանլի աչա։ Ակո ինչ ես ուզում ասել։ Ես սարը պիտի բրտենք։ Սարը բրտելով եք, գիտես թե ինչ ասում, դաշտ է։ Հա, աչ ենք բռնում։ Աչ ենք բռնում։ Ախպեր, աչ ենք բռնում, աչ ու աչով գաս։ Ասма աչով ենք։ Ախպեր, ասма դու ծերի թելը բռնի դե Աչ գնացինք, աչ եկանք ստես, աստեղ ա բանը։ Խուճապ։ Հա, հեսա խուճապ։ Այստեղ այս սամանն արդեն ես։ Էսյան։ Աչ։ Դադի դու, կայնի արգիշ։ Էսյան։ Արգելու է։ Ո, կայնի։ Ջարդել արդեն։ Մոտոր ջարդել արդեն։ Արգիս, ծախ։ Вообще վեճի չի։ Արդեն քարի վրա ես։ Մեջտեղն աղի։ Այսինչ ճիշտ ես։ Մեծ քարա։ Լիբյոտկի տակնա, չես տենա։ Իզուր։ Հիմա էլ չէ։ Երկնա 1000 քանի ներքին։ Էտա լիբյոտկա չունենք։ Հոպ։ Չէ, դերը քար ցենք կողքի։ Տայնի, երար քար։ Տայնի։ Իսկ դու գիտես ոնց են մեքենաները եկել հասել այստեղ ամփորձանք, գիտես, որտեղ լիցքավորվել են Ակոյլի մոդուլ ապրանքանիշի յուղերով։ Հա։ Ու իրան շարժիչները դրանով առանց խնդիր եկի հասել են։ Ու բացի շարժիչի յուղերից այնտեղ կան յուղեր ցանկացած տեխնիկայի ցանկացած մասի համար։ Դες չէ մոդուլը արտադրական յուղել ունի գործարանների հաստոցների համար։ Ապեք հենց մեջտեղը դրեք թող գատատ են ստակով թռնի դեմը հանի կտրի։ Եկ արի ասեմ, արի, այդենց արի, հեսա կպ։ Արտերը կճարդ է։ Հով, դեմի ռատոն է։ Всё, заднёв գնատու։ Си вообще не оно века. Микштакис.
Նարեկ, եթե տեսնում ես, իմացի որ մենք ես շատ ենք սիրում։ Ինչ պերեդաչի բերենք։ Սա կատակ է, Նարեկի նրա տղաները ոնց որ թե գտել են, բերում են։ Ինչու այդպես եղավ, ճանապարհի մի մասը ուղիղ էր գնում, մեկը աճով, աճը շատ դժվար ճանապարհ էր։ Միևնույն ժամանակ ովքեր շատ էին ուզում այսօր օֆրոուդ անել, աճով գնացին, խմբի մի մասն էլ մոտ 5 մեքենա ձախով առաջացավ, որ շուտ հասնի, այնտեղ հաց պատրաստել է, տեղանքը պատրաստել է, որոշեցինք այդպես անել, ու քանի որ տարբեր մեքենաների մեջ էինք, մեր Նարեկը կորեց։ Նարեկ, քեզ գտել ենք։ Նարեկ, եթե լսում ես ինձ, սեղմիր մեկ։ Ես լսում եմ ու քեզ տենում եմ։ Նարեկ, մենք հա, այստեղ ես։ Դաբրոկա։ Շո, դավայ պակոնեմ, քանի դաբրոկա, դավայ։ Շո։ 5 մետր դիստանցիայով կարող նաև գնանք, հա։ Ես կասեմ հետո, ելեք։ Հանգավոր տեղեր չկա, էլի, քիչ տարանք եթանք, ուղղակի նես տեղա չպիտի վաբշե շեղվենք, էլի, ոչ մի։ 5 մետր կարող նաև գնում ենք։ Պակոնեմ։ Post factum ենք անում։ Պետեր։ Գիտես ինչ է լավ։ Գիտես։ Որը։ Արանից մի հատ հավեսին զարժատ եղավ Վարդանը։ Հետո հակա ռուլի նորս արել։ Ասես քթով ջոգի։ Հետո տվեցի ռուլին։ Ահա։ Չիտեն ինչ քար է։ Չտեսա, ես էլ չտեսա։ Քթով տվեց ռուլին Վարդանը։ Լավ տղա։ Նայ։ Էդոն թողեց նենց գնաց։ Հա։ Սա հեշտ ճամփա կա, Yandex-ը բերում է։ Օհո։ Ինչ է կանում։ Ցեխը որ լսում բան չինել, ինքը չի քշվում որ Կլուշ բա։ Գրանատը դե կտրել է, հիմա լավ չխալից է։ Անդո ջան կլուշները կտա սախտերը։ Քեզ քանդում բայց։ Քեզ քանդում։ Բայց Անդո մենք 27 ունենք։ Ինչ է եղել, դե։ Գանդը հանեն կրանատը, դուսա գցե չի կարող։ Հապկեն առանձին, հա։ Չի կարող։ Գրանատի հետ թեմա չկա, հաստատ։ Մենք շայլ ենք կոլոս։ Շնորհավոր։ Սվարգալյանը կաշխտի։ Գրանատի բանը ձողը մեջն է։ Արտակալի Էսի հանում ես, տալիս ես մի հատ։ Պոլարիսներ գրանատը կդնեիր վրան, չէ՞ թազան։ Բայց պոլարիսներ գրանատը չէր գտնի։ Ջոն։ Այ աբրեջ, պոլարիսի գրանատը չի կդել։ Ինչա։ Հա, ծախել ես արդեն։ Դա 10-ը։ Պոլարիսի գրանատը չի կդել։ Ով։ Չորեցի ծերի պակել է, քիչ ման։ Այս է քիչ զա։ Հա? Այս է քիչ։ Այս է քիչ ունես։ Հա, քաշե։ Ապե պետք չէ դեկա, Давай, տար։ Աչ պայմին։ Լրիվ նորմալ է, ցավը տանը, մեկի չէ հանե վերև։
Давай, тормоз է։ Це паркінг? Քիչ պարկինգ։ Կա դու նստի տորմուզ է։ Նստի մեջի տորմուզ է պարկինգի։ Ի՞։ Չափ է ոչ դան։ Տորմուզ ես։ Չէ։ Տորմուզ է։ Ո՞վ։ Հայ, բայ։ Այս տորմուզ է, բրատե։ Всё, շատ լավ է։ Всё, մի րոպե։ Всё, բայ։ Չես պատկերացնի Ո՞վ կարաս։ Դե կանգնած ենք սաղս։ Դավո, ռակուրս կապի ես։ Ինչ էր աղեղի։ Արի ֆոտո կարգա։ Էտա։ Սարկա։ Կդրենք։ Որտեն դուրս գանք, բայց մինչև հետո մեծ Պերեկոսում ենք։ Ուրեմն մի քիչ նայեն։ Վերևից էտանք ու քիդներս կախենք։ Մի քիչ Կարի վերևից պերեկոսա լավ։ նրան վերևից կախենք։ Մենք ներսը։ Դրանք վերեկոսներ են անց, ուրիշ տարբերակ չունենք, եւ հա։ Դավ ինչ վիճակ է։ Բնությունը մեզի սուրպրիզներ է սարքել, բայց դե մենք հիմա կմտածենք մարդկային, չէ։ Մտում մենք ուժեղ ենք բնություն։ Դա դրակոնը չի անցնի, ստե։ Ոնց շանսինգ է, թևերով։ Հետևի ոտերով։ Թևերս ես բացել է։ Անացյալ դեսից Չի այդ գողցի։ Ստելու եք շան։ Դրանք գցի, այ դրանք գցի ասում։ Հետ արեք։ Ճոգում եք ես սաղան ենք պրծնենք գանասեն չի կարելի։ Լավ աշկի Իրական ճանապարհ չկա, մենք ծառեր ենք կտրում, իհարկե ընկած ծառեր են, ես չեմ սարքել ենք, որպեսզի այն ձորը չընկնենք, հիմա հիմա դրակոնն է գա։ Հիմա դրակոնն է գալիս, հեսա հենց տե ակումուլատորը նստելու է։ Ճիշտ է, պետք է։ Չէ, լավն է։ Գնային հասցարից։ Ապե չէ, վերև ծնգած ոտուկից գցի բայ։ Դե կոտ։ Արա կողի ոտ հայ։ Ապե գանը եղ չունի բայ։ Էնա դեպած։ Ապե։ Իդիոտ դիպելը։ Օրո։ Էնը բլոկ դե։ Էջի, գլոկը լիք սաղա։ Բայց է սադախույս ունկեր մի բան արվի։ Մենք արդեն բանքում ենք, գրած կվարենք միմավորենք։ Զիտ, արա բանք, այս պահը պետք է։ Մենք խուճապի վանքում ենք։ Մենք հասանք խուճապի վանք։ Հեսա կադրերով կտեսնեք ինչ մեծ հսկա հոյակապ ու չգիտեմ, ինձ թվում է սենց վանք ես ոչ մի ուրիշ տեղ չեմ տեսել։ Հիմա գնանք ներսը նայենք
ու նաև փոքրիկ պատմություն է ինչ որ կա համացանցում ու ինչ գիտենք մենք այս վանքի մասին։ Նախ որ սա վանք չի, այլ եկեղեցի է, վանական համալիր։ Այստեղ ինչ ունենք, ինքը կոչվում է Խուճապի վանք, բայց ունի նաև Սուրբ Աստվածածին անունը։ Խուճապի վանքը հետո է եկել, պատմությունը այնպես է, որ այստեղ շատ մարդիկ են ապրելուց եղել ու երբ որ հարձակումներ ա եղել, արշավներ ա եղել իրանց դեմ, այստեղ եղել է զանգակատուն, չգիտեմ որ մեկնաշինությունից, սա կտեսնեն, զանգակատունը երբ որ զանգերը խփել են, դա խուճապ է առաջացրել, բայց դա ապաստանները զբաղեցնելու մասին նշանն ա եղել, այդտեղից Խուճապի վանք են ասել, դա առաջի տարբերակն է, մեկն էլ, քանի որ այստեղ անտառային հատված է, ու կան գետեր, կան անտառներ, կան քարեր, մի խոսքով այդ ամեն ինչը շատ ջխոր առաջացնում, Խուճապի ոնց որ հետ է ասոցացվում, այդտեղից եկել է Խուճապ անունը։ Երբ է ստեղծվել, էլի ըստ համացանցի եղած տեղեկությունների, դա 1250 թվականն է, վանքը ստեղծվել է Վաչուտյան, Վաչեի ու Մարամի նախաձեռնությամբ իշխանական տոհմի ներկայացուցիչներ են եղել, հետագայում այս ամեն ինչը դարձել է իրենց տոհմական դամբարանը, օգտագործվել է որպես այդպես։ Վանական համալիրը կազմված է եղել այս մեծ եկեղեցուց, հիմա կմտնենք ներսը կտեսնենք, որը ունեցել է Սպիտակավան անվանումը ու նաև Սուրբ Աստվածածին անվանումը, ունեցել է գավիթ, ունեցել է զանգակատուն, ունեցել է գրադարանի պես հատված, որտեղ ըստ ամենայնի ինչ որ դպրության հատված է եղել ու գերեզմանների դամբարանների հատվածը։ Այս պահին մի քիչ անհասկանալու աղոտ է, որը որտեղ է գտնվում, բայց օրինակ այստեղ, այստեղ, սա երրորդ հարկն է գալի, որտեղ այնտեղ կա առաջինը, ըստ ամենայն սա վանքի, վանական համալիրի մուտքի վերևի մասն է։ Այնտեղով ուրա, հարկը, այստեղով եղել է մուտքը, այստեղ որ տեսնեք երկրորդ հարկն է, հնարավոր է այստեղ եղել է պաշտպանական հատվածը կամ չգիտեմ, մարդիկ են ուղղակի ապրել, այս վերևի մասը եղել է արդեն եկեղեցին։ Էլ ինչա հայտնի եկեղեցու մասին։ Եկեղեցին գտնվում է Աղստև գետի աջափին, ծովի մակերևույթից 700 մետր բարձրության վրա։ Հələ գնանք մտնենք ներս։ Ուղղակի հսկա ահռելի եկեղեցի, որը, եթե ուշադիր տեսնեք, ինքը, այսպես ասած, կիրպիչ ոնց էր հայերեն։ Եթե հիշում եք կիրպիչը հայերեն ոնց է, ես անկեղծ չեմ հիշում, խնդրում եմ կոմենտներում գրեք։ Իմ տեսած առաջի եկեղեցին է, որ կառուցված է այսպես կիրպիչներով։ Դե, այս կամարաձև ճարտարապետություն, բայց ես իմացա, որ այստեղ խորանից աջ հատված կա, որտեղ կարելի է մտնել ու փոքրիկ այս չափի թաքստոցի պես տեղ կա, որտեղով կարելի է մտնել ու այդտեղ աստիճաններ կան, որոնք բարձրացնում են եկեղեցու վերևի մասը։ Այսինքն ըստ ամենայնի դրանք գմբեթը մաքրելու կամ, չգիտեմ, անհրաժեշտության դեպքում վերանորոգելու հարցն են լուծել։ Ինչ է զգում, մի տեսակ նախ ոնց որ նոր բան բացահայտես, հետո գեղեցկությունից սիրտդ փառավորվում է։ Այստեղ, քանի որ ասեմ, այստեղ հնարավոր է հաղորդումը դիտելուց հետո շատերը ցանկություն ունենան, գան, այս ամեն ինչը տեսնեն, ասեն, որ դա պրակտիկորեն այս բան հնարավոր չի, որտեղ սա Վրաստանի սահմանակից հատված է ու այստեղ գալ հնարավոր է միայն սահմանապահների թույլտվությամբ ու իրենց ուղեկցությամբ։ Օֆրոուդ Արմենիայի թիմը այդ բոլոր կարգերով անցել է, ստացել ենք թույլտվություն, նախորդ ոնց որ մեր անձնագրերը ստացել են ու դրա համար կարողացել ենք այստեղ գալ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հզոր հայ սահմանապահին, հզոր հայ զինվորին, մեր սահմանները սենց անառիկ պահելու համար։ Այստեղ ցավոք գալը դժվար է, բայց ես համոզված եմ, որ եթե դուք տեսնեք ու հնարավորություն ընձեռնվի, այն բաց չեք թողնի ու կգաք այստեղ։ Հիմա գնանք էլի մի երկու հատված կա, փորձենք դրանք էլ վերլուծել, հասկանալ ինչի մասին է։ Իսկ քանի դու հեսա կհիանաս կադրերով, որը մեր օպերատորը կդնի արանքը, հիշեցնեմ, որ դուք դիտում եք Օֆրոուդ Արմենիայի հերթական արշավը, որը մենք անցկացնում ենք Խուճապի վանքում։
իմիջայլոց տղաները այն մի խումբը 9 մեքենա, որ բարձացել էին աչով, որ օֆրոուդ անեն, հենց հիմա մեքենաներից մեկի գրանատն են փոխում։ Ինչ է ուզում, հա, 5 մաս եկեղեցին էր, դա զանգակատունն էր, այսպես ասած գրադարան կամ դպրատունն է եղել, 4-րդ հատվածը գավիթը, եթե չեմ սխալվում, ասեցի, ու մեկ էլ այստեղ ինչ որտեղ կա, որը մենք չգիտենք, ցավոք չգիտենք, որովհետև այստեղ շարժը քիչ է, դե չի թույլատրվում, ու քիչ բան է հայտնի այստեղի մասին։ Կա դամբարանային հատված, այսինքն որտեղ էս իշխանական տոհմը, որը նախաձեռնել է եկեղեցու կառուցումը, իրենց այդ դամբարաններն են։ Այստեղ էլ որ ուշադիր տեսնեք, խնդրում եմ մեր օպերատորը ցույց տա, այստեղ նկատվում են ժամանակին եղած ճանապարհներ։ Ինչու են նկատվում, որովհետև այստեղ ճանապարհները քարերով առանձին սարքվել են ու վերևն էլ պարիսպներ կան, այսինքն այստեղ ժամանակին շատ զարգացած քաղաքակրթություն է եղել, շատ զարգացած ոնց է շատ զարգացած է եղել մի խոսքով։ Ես մի տեսակ խաղաղություն ու հանգիստ եմ զգում այս բանը։ Ոնց որ աշխարհում առաջի անգամ ես այստեղ եկածել եմ, այդ այնց տպավորություն է։ Կուզեմ խոսել նաև վանական համալիրի վիճակի մասին։ Այստեղ երևում է, որ ժամանակի ինչ-որ մարդիկ են գնացել եկել են գեշ, որ բռնում չգիտես խի, մտածում են, որ իրանց անունը պետք է լինի եկեղեցու կամ վանքի պատին, գրել են։ Իրականում դա քիչ են, այստեղ 1-2 գրվածք կար, բայց դա եթե վերցնենք մի կողմ, այստեղ օրինակ այսպես մեծ քար կա, որը տրամաբանորեն այստեղից է դուրս եկել։ Ցավոք մենք դա հիմա դրան ձեռք չենք տա, որովհետև որպես պատմական հուշակոթող ենք դրան, բայց կան պատկան մարմիններ, ես խնդրում եմ, եթե մեր հաղորդումը նայեք, այդ հարցը լուծեք։ Այս քարը կամ այստեղ ռեստավրացնելու լիքը այլ բաներ կան, որոնք ֆինանսապես հաստատ թանկ չեն լինի, բայց հա պատմամշակութային կարևոր վանական համալիրը քիչ ուսումնասիրած, որը գտնվում է Հայաստանի տարածքում, ու հետագայում հնարավոր է դառնա տուրիստական շատ լավ զարգացած հետաքրքիր ճյուղ։ Այնպես որ կխնդրեմ մեզ դիտող, ով է դրանով զբաղվում, ԿԳՄՍ-ն կամ ով որ է։ Ես խնդրում եմ ուշադրություն դարձրեք, իմացեք, որ կա Խուճապի վանքը, որը ունի կարիք վերանորոգման, ռեստավրացիայի ու այդ դեպքում ինքը շատ ավելի գեղեցիկ ու հետաքրքիր կլինի։ Կարդամ մի քանի կարևոր տեղեկություն։ Այստեղ փաստորեն կար փաստ փակցված դռան վրա։ Ուրեմն Խուճապի վանքը 10-րդ դարի հայկական վանք է, այն գտնվում է Գուգարքի Բողնոփոր գավառում։ Այս վանքը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Թումանյանի շրջանում, Պրիվոյնոյե գյուղից 19 կիլոմետր արևելք։ Լարվար լեռան հյուսիսային փեշին։ Թեև վանական համալիրը տվագրվում է 13-րդ դար, սակայն նրա ամենավաղ շինությունները կառուցվել են դեռևս 9-ից 10-րդ դարերում, որը միանավ բազիլիկ կառույց է եւ հիմնադրման առաջին տարիներին գործել է որպես հայադավան մենաստան։ Քեզ բան, փաստորեն իմ ասածից մոտ 3 տարի առաջվանից արդեն շենքերի նախաշենքերը եղել են։ Ներսի պատերը երեսպատված են աղյուսով։ Հա, կիրպիչը աղյուս, ներողություն խնդրում, բառը աղյուսներով։ Փաստորեն համացանցում եղած տեղեկությունները մասամբ համապատասխանում էին, մասամբ ոչ, բայց մենք ունեցանք երկու կարծիք իմ կարդացած համացանցից եւ որը այստեղ ներկայացված է։ Երկուսն էլ բխում են մեր շահերից, երկուսն էլ շատ հետաքրքիր, ինչ վերաբերում է դեկորատիվ գեղեցիկ նկարազարդմանը, այստեղ շատ վառ օրինակ կա մուտքի մոտ կամարների կողքը։ Ես կխնդրեմ սա էլ ֆիքսել։ Այս սրա շարունակությունն է։ Սա սրա շարունակությունն է, որովհետեւ շուրջ տանք դնենք, ինքը շարունակություն կդառնա,
բայց մենք դա չենք անի, որովհետև սա պատմամշակութային կոթող է։ Մենք իրավասու չենք ինքու գլխու բաները, կարող է այդպես է ձևը։ Իսկ դու բաժանորդագրվիր Off-Road Armenia էջին, որպեսզի բաց չթողնես այսպես հետաքրքիր թողարկումներ։ Խմբերից մեկը, որ բարձացել էր աչով Սարը, հիմա, այսպես ասած, կորել է, ճանապարհ չի գտնում, ճանապարհը բացելով փորձում է մեզ միանալ։ Մենք այստեղ շատ տխուր, ահավոր տխուր, որ սոված, ծարավ, ցուրտ պայմաններում կանգնած ենք, սպասում ենք տղեկին, շատ անհանգստանում ենք, հələ կներեք։ Արեն ո՞նց եք։ Դրակոնը անցավ, մնացած է։ Լավ, ոչինչ։ Այսինքն մաքսիմալ փորձում ենք տղաներին քաջալերել, հույս տալ, ուժ տալ, որ շուտ գան միանան մեզ։ Ու այդ ընթացքում ոչ ման չենք անում, ոչ կրակ ենք վառել, ոչ հաց ենք ուտում, ոչ այդ երշիկից պայք էլ, ոչ ման չենք անում։ Այսքան։ Գնա հանդո։ Սպասի։ Սպասի, դավոլ։ Ligas, Sando! Ախպեր եկավ էլի։ Չէ, լավ չէր գալիս, ախպեր։ Նիկի սաղ, սաղ, այդե, կոտկիա։ Չէ։ Դու էիր ասում ստրախովկը վլնենք, քիչ ես։ Ատոշկեն բռնել է։ Մի քիչ ուղիղ գնա հետո թեքի։ Անդո, հետևի բլոկ արա ու գազ։ Ընտիր, մալաձես, Սյոն գեյ, դու ես օրվանից էր կարաս չգաս օֆրոդի, սաղ սովորել ես։ Սար ռուշնոն որդի ապետ։ Ձախակը ռուշնո արիչ տես։ Հա, ընտիր։ Ոնց կայնաս տեղի։ Ես իմ չգիտեմ ընգերս, ես բանը, անտարում քշերոտ չկամ, էլի։ Անտարում մենակ սենց ասում ճանջ եմ քշեմ։ Հոպա նայի, իմի ջոգի որ չեմ կարում, հետ առաջի դեղչում եմ, հետևի բլոկը անջատի, ձախ ակ, կաշս կծեցեսյան։ Ընտիր, մերսի որ ասեցիր գաղտնիքները, արդեն հեռուստադիտողը գիտի արդի։ Տուր անցել է, աղպետ չի կդրելու քիքը։ Ան, դու ադաշտու թո մտնի մի անգամից, էլի։ Դու գետա, ասմաս, տոմսը կաշի առաջացի։ Շատ գազավա չանես, ամաս պայ գազ։ Դավա։
տեմպով անի, հենց կախեց գասնում։ Շատ չանես, հենց քիքը կախեց գասնում։ Անտիշ։ Արեն կապեն տալի։ Չէ, ապե։ Ջոգի։ Պետք է լսեն, ապեր։ Հանգիստ, հանգիստ։ Արի։ Всё, արտել։ Որը ջոգի։ Արեն։ Այդ վարդանյան էս ինչ է։ Արա նկարել եմ։ Էսի երկրորդ անգամն է։ Չի փագե, բրատ, գիշտի դուրս չի փագե։ Ինչ կա ախպեր։ Բան չէ, նկար գիրս է տալիս էր։ Բլոկ արիշ։ Արի։ Վայնի մի քիչ գախ դուր։ Այս կոպա։ Всё, շնորհավորում եմ։ Ահա մյուս թիմը մեզ միացավ 9 մեքենաները։ Էլ մի հատ կասեք չի ուշացակ։ Ճանապարհ եմ սարքում։ Ասեմ ես, կավարի ասֆալտի բանից է, զավոդից է։ Բայց դժվար գտեք, կորել եք թե ուղղակի։ Չէ, ճանապարհ չկար, գետը տավել էր ճանապարհ։ Բա հետո ինչ արեցի։ Սարքինք։ Իսկ մեքենա փչացավ այդ ընթացքում։ Չէ։ Թարս է։ Բարի հաջող եք։ Արեն ոնց հասակ։ Այն ինչ որ դուք չունեք, ունեմ ես։ Հասկացա։ Գեբ քո տպավորությունները։ Ֆանտաստիկ։ Անկրկնելի։ Ճանապարհ եք սարքել։ Այո։ Ասֆալտապատել թե պրոստ Գրունտապատել։ Երևան Գյումրի ավտոճանապարհի պես բետոնը փռել ենք սիրուն, ասֆալտը վրան տպել ենք, հանգիստ գնվելալ են եկել ենք։ իդեալական եկեք հասակ ուտելու ժամն է այսօր։ Ձեր տպավորությունները Անդրանիկ։ Շատ հիասքանչ բանկ է եկեղեցի։ Լավ ասֆալտապատել եք, բայց ճանապարհը լսել եք։ Արելի ասել է։ Ձեր կարծիքը։ Հոյակապ։ Լավ եք ասֆալտապատել ճանապարհը։ Շատ։ Հիանալի։ Հիմա կարանք տենց հետ գնանք։ Լրիվ։ Այսպես տղերք են մեզ պետք։ Եվ այսպես այսօր ավարտվում եմ ու մինչ հեռանալս ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եւս մեկ անգամ այն բոլոր ընկերություններին, որոնք հովանավորում են Offroad Armenian եւ այս պրոյեկտը դարձնում հնարավոր։ Շնորհակալություն ենք հայտնում Seal Mazda ընկերությանը, շնորհակալություն հայտնում Polaris Armenia-ին, շնորհակալություն ենք հայտնում ավտոապակիների աշխարհ սրահին, Nakoil ընկերությանը, Motul ապրանքանիշով եւ Lead Energy-ին։ Շնորհակալություն, որ մեր կողքին եք։